Իմ համար նորություն է այդ լեզվամտածողությունը նման որակումներով ուրեմն մի նախագահից, նախկին նախագահից գործող նախագահին ուրեմն որակավորումներ տալը ես կարծում եմ, որ Լևոնտ Տեր-Պետրոսյանի մոտ ուրեմն բավականին առաջընթաց կա, որ անցել է արդեն վուլգար ուրեմն խոսակցա լեզվին եւ արդեն գողական տերմիններ է օգտագործում։ Կարծում եմ, որ եթե այդպես մի քիչ էլ առաջ գնա, ուրեմն կարծում եմ, որ ժամանակն ու տարածությունը իրեն տանել է բոլորովին ուրիշ մի աշխարհ։ Բայց ինքը ընդհանրապես ցիտում էր, ասելով, որ իշխանական դերժկայի համար հայերեն օտար լեզու է, իրանք չեն հասկանում այդ լեզուն, դրա համար իրենց լեզվով եմ ես խոսում։ Ճիշտն ասած, իմ համար անհասկանալի է ուրեմն այդպես մտածելը, որովհետև ես գոնե առիթ ունեցել եմ բազմաթիվ անգամ ուրեմն հանդիպելու Սերժ Սարգսյանի գործող նախագահի հետ եւ պիտի հիասթափեցնեմ Լևոնտ Տեր-Պետրոսյանին, որովհետև այդպիսի լեզվամտածողություն ես իր կողմից չեմ լսել գոնե։ Ընդհակառակը խոսքը գնում է հայեցի ուրեմն հոգեկերտվածքով, հայկական հոգեկերտվածքով ուրեմն տերմինների, բառակապակցությունների եւ ինչու՞ չէ նաեւ արժեքների մասին։ Պարոն Կարախանյան, երեք միջազգային իրավապաշտպաններ, մարդու իրավունքների պաշտպաններ Մատենադարանում ելույթներ ունեցան՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների։ Ասենք դուք ինչպես եք ընկալում, որ սևամորթ իրավապաշտպանը պահանջում է Սասուն Միքայելյանի ազատումը բանտից, մինչդեռ Սասուն Միքայելյանի ընկերները, ասենք օրինակ խորհրդարանում նստած շարունակում են իրենց գործունեությունը երեկոները հանգիստ անցկացնելով։ Հակամայից ուզում եմ հիշել պատմության ուրեմն որոշ դրվագներ, նույն սևամորթ ուրեմն իրավապաշտպանի պապերի օրոք 1915 թվականին ցեղասպանություն տեղ ունեցավ եւ նրանց պապերը ներողամտերոն շփտում էին եւ ինչ-որ միտեղ հավանություն էին տալիս։ Չեմ կարծում, որ նրանք պիտի գան այսօր մեզ դաստան։ Եվ ընդհանրապես իմ համար ես մի առիթով ասել եմ, իմ համար անհասկանալի անկախ Հայաստանում քաղբանտարկյալ տերմինը։ Եթե մարդը դժգոհ է ռեժիմից տվյալ իշխանություններից օրվա նրա վարքագծից, ես չեմ կարծում, որ նրան պիտի որակել որպես քաղբանտարկյալ։ Քաղբանտարկյալը ես եմ եղել։ Իմ ընկերներն են եղել սովետական կայսրության տարիներին, երբ որ ընդհանրապես մի բան են ուզել՝ Աստծո կողմից տրված իրավունքը, ազատ ու անկախ Հայաստանի կերտում։ Իսկ այսօր Սասուն Միքայելյանը Ես կարծում եմ Սասուն Միքայելյանը հայ տղա է, բայց որպես ուրեմն քաղբանտարկյալ ես իսկապես չեմ ընդունում այդ տարբերակը։ Այսինքն հանցագործ։ Դատարանն է որոշել դա, ես չեմ որոշել։ Նորից եմ կրկնում։ Իմ համար դժվար է Սասուն Միքայելյանի համար որակումներ տալը, որովհետև իսկապես ես անձնական հարաբերությունների մեջ եմ եղել իր հետ, բայց երբ որ ինքը ընտրություն էր կատարում, ինձ չի հարցրել։ Երբ որ ռեժիմի դեմ, իշխանության դեմ ինքը կռիվ ուներ, ինձ չի հարցրել։ Ավելին կարող եմ ասել։ Բազմաթիվ անգամ ես այդ հարցը տվել եմ, ինքն ասել է, ինչի տեղ ես դրել ինձ, իմ ընկեր։ Ես ոնց կարող եմ Սերժ Սարգսյանի հետ ես խրամատներից ուրեմն աճել, մեծացել, զարգացել, եկել եմ հասել եմ այսօրվան։ Ինչպես կարող եմ ես սուր վերցնել նրա դեմ։ Սա իր խոսքերն է։ Այսինքն ընդունում եք, որ ռեժիմի դեմ պայքարի արդյունքում է այսօր նա մեկուսան։ Ես կարծում եմ իշխանության հետ կապված խնդիրը։ Իշխանության։ Ռեժիմը չեմ կարծում Հայաստանում ռեժիմ է փոփոխվելու։ Ուղղակի կոնկրետ անձերի փոփոխության խնդիր են դնում իրանք։ Մտածում են, որ իրենք լինեն ավելի ճիշտ եւ ավելի ուրեմն արդար Հայաստան կունենանք։ Բայց ինքը իշխանության մեջ է, չէ՞։ Ես կարծում եմ երևի ինչ-որ միտեղ իրեն չէր բավարարում այդ աշճանակարգը։ Հնարավոր է նաեւ ինչ-որ մի չինովնիկ իրեն նեղացրել է, ինչ-որ մի պաշտոնյա, շատ հնարավոր է։ Ես կարծում եմ խոսքը միայն դրա մասին է գնում։ Սասուն Միքայելյանը չի ելել ուրեմն գաղափարակարոշչական մի ուրեմն երևույթի համար կամ ասենք այդ արժեքները պահպանելու համար։ Հայաստանը կա, անկախ Հայաստանը կա, եւ ես կարծում եմ ավելին կարող եմ ասել, որ մեր համագումարում նա հանդես եկավ որպես ուրեմն հոգու փորձություն, ուրեմն հասարակական կազմակերպության ղեկավար մարմնի անդամ եւ պաշտպանեց հանրապետականին եւ Սերժ Սարգսյանի թեկնածությունը նախագահական ընտրությունների համար, որպես նախագահի թեկնածու։
Իսկ այդ երևույթին, որ Երևանի կենտրոնում իրավապաշտպանները պահանջում էին հայ քաղաքացիների ազատ արձակում, այ ինչպես կբնութագրեք են։ Ուրեմն այդ իրավապաշտպանները այսօր ընդհանրապես մի բան պետք է անեին։ Այսօր մոլորակի մարդկության ուրեմն ցավն ու ամոթն է, երբ 15 թվականի ցեղասպանությունը որոշ երկրների, այդ թվում Ամերիկայի պես հզոր պետության բաց ուրեմն տեքստերում հնչում են, որ գուցե ճիշտ է, գուցե պիտի ընդունվի, բայց քանի որ մեր երկրի շահը չի պահանջում դա Թուրքիայի հետ հարաբերությունները կվատանան, մենք չենք կարող ցեղասպանությունը ընդունել։ Ես կարծում եմ իրենք մտածում են այնպես, ինչպես իրենց երկրի հասարակությունները։ Այդ նույն ուրեմն սևամորթի կամ մյուսի սպիտակամորթի հեշտ կարևոր չի, ես ռասայական խտրականություն չեմ ուզում կարուզել։ Այսինքն իրենք այսօր մի խնդիր են դնում, ինչքան թույլ, այնքան լավ մեր համար Հայաստանը։ Եվ դրա համար օգտագործում են բոլոր հնարավոր միջոցները։ Իսկ Հայաստանը ուժեղացնելու համար ավելի լավ չէր լինի ազատ արձակել քաղաքացիներին, որպեսզի լծակ չտային կոտարների ձեռքը մեր ճնշումը։ Ես նորից պիտի կրկնեմ Ազիզ ջան, հիմա դուք հարցը տարբեր ենթատեքստերով նորից էլի քաղբանտարկյալ եք ասում։ Ես չեմ ընդունում, որ Հայաստանում այսօր քաղբանտարկյալ հասկացություն կա։ Իսկ այն մարդիկ, որոնք որ քրեական հանցագործություններ են կատարել, ես կարծում եմ դատարանը բոլորի համար պետք է պատիժ սահմանի։ Շնորհակալ եմ։